2 օր առաջ ուրեմն ինչա կատարվում։ Կարդում է ամուսնուս համարը։ Ու ես այդտեղ հիշում եմ, որ մենք ախպեր չենք ուզում շարունակենք։ Հենց այդ պահին որոշեցի, չգիտեի դրա հետևում ինչա թաքնված, մի թեթևել մեղավորության զգացում ունեի, ամուսինս ասաց մի րոպե էլի 5 րոպե հետո զանգում է ինձ ու նենց մի բան է ասում, որ ես ընդհանրապես չէի սպասում։ Ասում եմ այ մարդ, այսքան տարի հետո հազիվ որոշեցի, արտավոր չեմ բացարձակ ձեզ բացատրություն տալ։ Ես այնքան վատ զգացի այդ մարդը, որ գոռաց, այդ սուտն իրեն կփրկեր, ինչ որ առումով։ Դրա առաջ չտակ չանջատեք, ավելի հետաքրքիր բան է գալիս հիմա։ Կասկածելի մի հատ պահ է գալիս։ Հարցրեցի հիմա ինչ ենք անելու։ Ես իր աչքերի մեջ վախ տեսա։ Ինչ կա այս մարդու մտքին։ Զարմացած լսում եմ ուղղակի։ Այ ու այն ժամանակահատվածում, երբ ամուսինս Դուբայում էր գործի բերումով, ես գնացի ավտոդպրոց գրանցվելու, որպեսզի վարել սովորեմ։ Վերջապես փորձեցի, մտածեցի հաղթահարեմ այդ վախը եւ ինչու՞ չէ, փորձեմ։ Դե մտածեցի կգնամ, կգրանցվեմ, կսկսեմ դասընթացները, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։ Իդեպ մոռացա ձեզ բարևեմ։ Բարևներ բոլորիդ։ Մի քանի ավտոդպրոց շրջելուց հետո հասկացա, որ ոչ մեկը չեմ հավանում, ինձ համապատասխան չեն կամ վարորդն անգլերեն չի խոսում, իհարկե ես հինդի հասկանում եմ եւ խոսում եմ, բայց ավտովարման ընթացքում չգիտեմ, գուցե ավելի հեշտ լինի ինձ համար անգլերենով շփվելը եւ հասկանալը։ Զանգահարում եմ ընկերուհուս Անուին, ասում եմ լսի քո օգնության կարիքն ունեմ, մի հատ հլտես ինչ որ ծանոթ ավտոդպրոց դու գիտես կամ ինչ որ մեկին ճանաչում ես, ով գուցե վարորդ է աշխատում եւ այլն, ուզում եմ գրանցվել վարորդական դասերի։ Ինքը ծանոթի միջոցով մեկին գտնում է, ասում է, որ այս ինչ ավտոդպրոցում անգլալեզու վարորդ կա։ Միասին գնում ենք այդտեղ, հանդիպում ենք այդ մարդուն, շատ լավ զրույց ենք ունենում, շատ սահուն անգլերեն էր խոսում։ Մի խոսքով պայմանավորվում ենք, որ կսկսենք հենց հաջորդ օրվանից դասընթացը ու ինձ խնդրում են, որպեսզի ես ներկայացնեմ սոցքարտ, հաջորդ օրը ես նկարում եմ իմ սոցքարտը տվյալներով եւ ուղարկում եմ իրենց, որպեսզի արդեն ընթացք տան գործին, որովհետեւ այնտեղ վարորդական իրավունք ստանալու դասընթացների գրանցելու համար անպայման պետք է այդ ամեն ինչը։ Մի խոսքով ու քիչ անց ինձ զանգարում ասում են, որ հեռախոսիդ ուշադիր եղիր, մենք 1 րոպեվա ընթացքում քեզ կզանգենք, քո համարին OTP կգա, OTP-ն, այսինքն մի հատ կոդ է գալիս, այդ կոդը պիտի իրենց ասես, որպեսզի այնտեղ գրանցեն, մի խոսքով վավերացնեն։ Ասում եմ լավ, հեռախոսը ձեռքս սպասում եմ, մի քանի վայրկյան անց զանգարում է ինձ այդ մարդն, ասում է դե ասա OTP-ն, ասում եմ ինչ OTP, ասում է ոնց կոդ չի եկել համարիդ, ասում եմ չէ։ Ասում է ոնց է հնարավոր, բա ես ուղարկել եմ ու ընդամենը 3 րոպե ժամանակ ունենք, էլի այդ OTP-ին վավերա 3 րոպեների ընթացքում, դրանից հետո էլ չի լինի ու խնդիր կառաջանա։ Ու հարցնում եմ ինչ համարի եք ուղարկել, այս համարին, որ դուք ինձ զանգահարել եք, թե որը որ գրված է իմ սոցքարտի վրա։ Ասում է որը որ գրված է քո սոցքարտի վրա ու ասում եմ մի հատ կհիշեցնեք որ համարն է գրված, կարդում է ամուսնուս համարը ու ես այդտեղ հիշում եմ որ ամուսնուս համարն ենք գրել մենք իմ սոցքարտի վրա այն ժամանակ երբ որ դիմել ենք, որովհետև քանի որ ես քաղաքացի չեմ, չգիտեմ, այդ հիմա չեմ հիշում մանրամասները, այդ սոցքարտն էլ մենք այդպես դժվարությամբ ստացանք։ Մի խոսքով, քանի որ ես օտարերկրացի եմ եւ այլն, այդ մի հատ ինձ խառը ինչ որ պատմություններ, չեմ ոչ մանրամասն հիշում եմ, ոչ էլ ձեզ պետք է ներկայացնեմ, բայց ասում եմ ոնց սա քո համարը չի, ասում եմ չի, ամուսնուս համարն է, ասում եմ դե ամուսնուդ ասա շուտ մի րոպե է ժամանակ մնացել, մի հատ այդ OTP-ն նայի, ասում եմ բայց ամուսինս երկրում չի, իր հեռախոսահամարն էլ հիմա չի աշխատում, անջատված է, ասում եմ ոնց, ուրեմն խնդիր է վերջել, չեն կարողանա ընթացք տալ։ Այդտեղ խնդիր առաջացա, բայց ես դրանից առաջ արդեն գումարը փոխանցել էի, վճարը արել էի, ոչ ամբողջական, բայց մեծ մասը վճարել էի։ Ասեց լավ, մեր աշխատողներից մեկը քեզ կզանգահարի։ 2 օր հետո զանգում են, ինձ կանչում են, ասում են սոցքարտով ներկայացիր, մեր աշխատակիցներից մեկի հետ կգնաս այսինչ տեղը, մի քիչ հեռու տեղ, ինչ որ օֆիս, որտեղ որ հեռախոսահամարը կփոխեն սոցքարտի վրա եւ արդեն ընթացք կտանք, էլի, մի խոսքով կկարգավորենք այդ ամեն ինչը։ Ես գնում հասնում եմ ավտոդպրոց, ասում եմ բերել եմ սոցքարտս, բա երբ ենք գնում որ կարգավորենք, ասում է համարա պետք որ OTP ուղարկեմ, ասում եմ բայց ոնց ես այդ OTP-ի այդ կոդի պատճառով հենց չեմ կարողացել գրանցվել, հիմա նույն բանը դուք ասում եք, ես հիմա ինձ ինչի համար եք կանչել, ասում եմ բա առանց կոդի չենք կարող այն օֆիս էլ գնալ, էլի հարցը լուծել, ասում եմ լսեք դուք հասկանում եք ինչ եք ասում, խառը բան է ստացվել, ասում եմ այն աշխատակիցը որ ինձ հետ խոսել է, ձեզ չի ասել ոչ մի բան, որովհետև այդ նույն մարդը չէր էլի ներկա, ուրիշ մարդ էր, հիմա էլ այս մարդուն պիտի մանրամասն բացատրենք, բայց ինքը պիտի արդեն իմանար ինչ ինչոցն է, որպեսզի այս խառը պատմությունը ավելի չխճճեր։
ասում եմ դե եթե կոդը լիներ ուղարկել, այլ էս խնդիրը չէր առաջանա, այլ այն օֆիս գնալու հարցը չէր առաջանա։ Այս ամեն ինչ եղել է, որովհետև կոդը չի լինում ուղարկել։ Այ ցավը տանեմ։ Մեկ է զանգահարել է ինչ-որ մեկին, ասում է, հա, փորձենք, տեսնենք ոնց կլինի եւ այլն, ասում եմ, բայց 100% է, որ գնանք։ Փորձելու համար ես չեմ գնա, իմ ժամանակը չեմ ծախսի, որովհետեւ ես իմ տղային թողել էի ինչ-որ մեկի մոտ, ես շատ ժամանակ չունեի, կարճ ժամանակով էի թողել, որպեսզի գնամ շուտ իմ գործերը ավարտեմ, գամ երեխու մոտ։ Հիմա ես չեմ կարող այդ մարդուն խնդրել մի քիչ էլ ավել ժամանակ, որպեսզի իմ երեխու մոտ մնա, ես պիտի գնամ հասնեմ, ընդամենը մի ժամվա ընթացքում պիտի անենք այս գործը, վերջացնենք։ Ասում է դե չէ, հիմա 100% չի, 50-50 է, գնանք այնտեղ կհասկանանք, ասեցի չէ, եթե 100% չի, ես ոչ միտեղ չեմ գալիս։ Հլա առաջ չտակ չանջատեք, ավելի հետաքրքիր բան է գալիս հիմա, կասկածելի մի հատ պահ է գալիս։ Դե ասում եմ լավ, ես ուրեմն հիմա կգնամ, երբ որ ամուսինս կվերադառնա Դուբայից, այդ ժամանակ կգա, արդեն համարը կաշխատի, մենք կփորձենք կոդը ուղարկել ու ամեն ինչ ավելի հարթ կընթանա ու մենք կսկսենք դասընթացները։ 2 օր առաջ ուրեմն ինչա կատարվում։ Ես զանգահարում եմ վարորդին, ասում եմ հիմա կարող ենք էլի արդեն ընթացք տալ, հեռախոսահամարն աշխատում է, կոդը կարող եք ուղարկել։ Ինքն ինձ ասում է լավ, հեսա մի կես ժամից ես քեզ կզանգեմ, դու կգաս, ամեն ինչ կանենք, մի խոսքով։ 5 րոպե հետո զանգում է ինձ ու նենց մի բան է ասում, որ ես ընդհանրապես չէի սպասում, որ ես զարմացած լսում եմ ուղղակի այս մարդն ինչ է ասում։ Ասում է լսի ինչ եմ ասում, դու ավելի լավ է գաս քո գումարը հետ վերցնես կամ զանգահարես, ասես իրանց, բայց չասես հանկարծ, որ ես եմ քեզ ասել, որ զանգահարես, գնաս, գումարը վերցնես ու չեղյալ համարես այս ամեն ինչը, ուղղակի մի ինչ-որ մի բան հորինի, օրինակ կարող ես ասել, որ դուք ձեր տեղանքը փոխում եք, տեղափոխվում եք ուրիշ տեղ ու դրա պատճառով դու հիմա չես կարող այդ դասընթացներին գնալ ու խնդրես, որպեսզի քո գումարը վերադարձնեն։ Ուղղակի ես քեզ չեմ կարող սովորեցնել ավտովարել, իսկ ուրիշ անգլախոս վարորդ չկա այս ավտոդպրոցում, այնպես որ ավելի լավ է, որ դու գաս քո գումարը ետ վերցնես։ Ես էլ ասում եմ, օքեյ, լավ, ու անջատում եմ։ Ու այդտեղ մտածում եմ, ինչ կա այս մարդու մտքին, ինչի է ինձ դրդում սուտ խոսելուն, էլի։ Զանգում եմ Անուին, ընկերուհուս, քանի որ ինքն էր ծանոթ է էլի մեջտեղում, ասում եմ լսի, վարորդը զանգահարել էր, սենց բաներ էր ասում, բայց մտածում եմ ես ինչի պիտի ստեմ, էլի, ասեմ տեղանքն եմ փոխում եւ այլն, ես ընդհանրապես կարիք չունեմ ստելու, անկապ անիմաստ տեղ էլի։ Հա, հասկանալի է, որ օքեյ, ինքը չի լինելու այդտեղ, մտածում է, որ ուրիշ վարորդի ես չեմ հավանի, քանի որ ավելի շատ ինքն էր համապատասխան իմ փնտրածին, այսպես ասած։ Դրա համար է ասում, բայց ես ինչի պիտի ասեմ, որ ես իմ լոկացիան փոխում եմ եւ այլն եւ այլն, անգամ այդ մարդուն էլ ես կարգին չեմ ճանաչում, ինչի պիտի վստահեմ էլի իր խոսքին, ու այդպես մենք Անուի հետ որոշում ենք, որ սուտ չենք խոսելու, զանգահարելու եմ ու ասելու եմ, որ ինչ իրավիճակ է ու եթե դուք կարող եք ինձ ուրիշ վարորդ տրամադրել, ես կշարունակեմ ձեր դպրոցի հետ, եթե ոչ, խնդրում եմ իմ գումարը վերադարձրեք եւ ես արդեն կփնտրեմ մեկ այլ դպրոց։ Այ, ու այսօր ես ու ամուսինս գնում ենք այդ ավտոդպրոց, հասնում ենք իրենց օֆիս, դուռը բացում եմ, ներս եմ մտնում ու տեսնում եմ, որ այդ վարորդն է նստած եւ այդ իրենց օֆիսի տերն է նստած։ Միանգամից մեր աչքերը հանդիպեցին ու ես իր աչքերի մեջ վախ տեսա ու ինքը երևի այդ պահին մտածում էր, այս աղջիկն եկավ տեսնես ինչ է ասելու, տեսնես կասի, նենց ոնց որ ես եմ իրեն խնդրել, թե այլ ձևակերպում կտա, այլ պատճառ կբերի, ոչ թե ասելու էի, որ այս մարդը զանգահարել է ինձ նման բաներ ասել, այլ գնացել էի հարցնելու, թե ուրիշ վարորդ ունեն իմ պահանջներին համապատասխանող, որպեսզի հասկանամ, ես շարունակեմ իրենց հետ, թե խնդրեմ, որպեսզի գումարը վերադարձնեն ու արդեն ուրիշ տեղ փնտրեմ։ Բարևեցի ու հարցրեցի հիմա ինչ ենք անելու, ուրիշ վարորդ կա, ինձ համապատասխանող թե ոչ, ու մյուս մարդով տնօրեններ ասաց, դե այս վարորդը քեզ կսովորեցնի, ինքն է, չէ՞ սկզբում էլ ասել, որ ինքը կլինի, ասացի, հա, բայց ու չգիտեի, շարունակեի այդ բային թե չէ, որովհետև այդ մարդն այնքան խեղճ դեմք էր ընդունել, մի պահ մտածում էի, գուցե վատ լինի իր համար, գուցե չգիտեմ, այդ սուտն իրեն կփրկեր ինչ-որ առումով, չգիտեմ ոնց, ու այդ պահին ամուսինս ասաց, բայց ինքը ներկա է լինելու, ինքը շարունակում է այստեղ այս օֆիսում, թե ոչ, ու այդ պահին մի խոսքով այդ վարորդն ասաց, դե ես մյուս ամսից էլ չեմ աշխատելու այստեղ,
Ու արդեն դե բնականաբար այդ մարդը իմացավ, մարդը սկսեց այս վարորդի հետ կռվել ու այնքան բարձր տոնով խոսաց, մեծահասակ մարդ էր ու ոնց որ լավ էլ չէր զգում, առողջական խնդիրներ ուներ ու ասում էր, որ ես հիմա առողջական խնդիրներ ունեմ, հիմա այս պահին դու չպիտի հակաճառես, պիտի մնաս աշխատես, ոչ մի տեղ էլ չես գնում, հենց դու ես աղջկան կսովորեցնես եւ այլն, ու ես ժողովուրդ այնքան վատ զգացի այդ պահին, ես այնքան վատ զգացի այդ մարդը, որ գոռաց, ու ընդհանրապես ես չեմ հասկանում էլի, որ հաճախորդի մոտ ինչպես կարելի է աշխատողի վրա գոռալ, աշխատողին նվաստացնել այդ կարգի, ես այդ մարդու համար այնքան վատ զգացի, չգիտեմ, այդ պահին ու ես հենց այդ պահին որոշեցի, եթե անգամ իրենք ուրիշ վարորդ տրամադրեն, որ ինձ համապատասխանող է, ես ասելու եմ, որ չեմ ուզում ձեր դպրոցի հետ շարունակել, որովհետև ինձ համար արդեն տհաճ էր այդ մթնոլորտ ու այդ վերաբերմունքը մարդուն ու շատ վատ, շատ կոպիտ ձևով իր հետ խոսեց, այդ պահին այդ մարդը լռեց, ոչ մի բան չասեց ու նա շարունակում էր զայրացած խոսել ու ամուսինս ասաց մի րոպե էլի հաճելի չի, որ մեր ներկայությամբ ձեր աշխատողի հետ նման կերպ եք խոսում, դուք ձեր հարցերը երևի հետո կկարգավորեք, բայց մենք հիմա ուզում ենք հասկանալ, եթե ուրիշ վարորդ ունեք նմանատիպ առաջարկեք, եթե չէ, գումարը վերադարձրեք, մենք գնանք, հիմա այդ մարդն ասում է, որ հա, մենք ուրիշ վարորդ ունենք, ճիշտ է, իրանք անգլերեն չեն խոսում, ունդեղ մի վարորդ է կանգնած, իրան է ցույց տալիս, ես նայում եմ, ասում եմ, չէ, չեմ ուզում ես այդ վարորդի հետ անցնեմ դասերը, ասում եմ, բայց ի՞նչն է պատճառը, ասում եմ, հիմա ես պարտավոր չեմ ձեզ բացատրություն տալ, թե ի՞նչն է պատճառը, ես չեմ ուզում այդ վարորդի հետ շարունակեմ, այսինքն սկսեմ անցնեմ այդ դասերը, պարզապես ես չեմ ուզում, ես դրա իրավունքն ունեմ արտահայտելու իմ կարծիքը եւ չցանկանալու կամ ցանկանալու։ Ասում է իմ տղային ես կդնեմ ձեզ հետ, որպեսզի եթե ինչ-որ մի բան չհասկանաս, իմ տղան բացատրի։ Ասի ես երկրորդ, երրորդ մարդու միջոցով չեմ ուզում հասկանալ դասընթացը։ Նախ երկրորդն էլ հինդի հասկանում եմ, հինդիով կարողանում եմ հաղորդակցվել, բայց այս դասընթացների մեջ ես չգիտեմ, գուցե այնպիսի մի բան լինի, որը որ ավելի լավ կբացատրվի անգլերենով եւ ավելի լավ ես կհասկանամ։ Նախ երկրորդն էլ հիմա էլ լեզվի խնդիրը չի, ես պարզապես էլ չեմ ուզում շարունակեմ այստեղ այս դպրոցի հետ։ Շատ է ես ազդվել այդ տեսարանից, որ այդ մարդու վրա խոսեց ու մի թեթև էլ մեղավորության զգացում ունեի, որովհետև հասկացա, թե այս մարդը ինչի էր երևի ինձ ասում, որպեսզի մի ուրիշ պատճառ բռնեմ։ Բայց դե քանի որ ինքն էլ ինձ անծանոթ էր, ես չէի հասկանում, թե ինչի պիտի ստեմ կամ չգիտեի դրա հետևում ինչ է թաքնված։ Ամեն դեպքում ես ընտրեցի չստելը։ Այդպես ու մի երկար ժամանակ մենք այդ մարդուն համոզում ենք, որ մենք ախպեր չենք ուզում շարունակենք ձեզ հետ։ Հիմա դուք փոխանցումը արեք, գումարը ետ տվեք, մենք գնանք, մենք նորմալ ձևով բաժանվենք գնանք։ Ամուսինս այդպես փափուկ ձևով խոսում էր, որպեսզի բնականաբար չտաքանա, որովհետև ինչքան հասկացանք, այդ մարդը շատ տաքարյուն ու շատ բռնկվող տեսակ էր ու ես արդեն մտածում էի մենք այս օֆիսից դուրս գանք, հիմա այս մարդուն ինչքան վատ բաներ կասի, ինչքան կգոռգոռա վրան, գուցե աշխատավարձը չտա, գուցե աշխատավարձից կտրի, ես չգիտեմ։ Բնականաբար, երբ մարդը աշխատանքից դուրս է գալիս, որոշ ժամանակ առաջ պիտի տեղեկացնի, օրինակ 1 ամիս, 2 ամիս առաջ պիտի տեղեկացնի, որ գիտես, ես ինձ փոխարինող գտիր, ես գնում եմ, փոխում եմ աշխատանքը կամ տեղանքն եմ փոխում, բայց երևի թե այս դեպքում այս մարդը այս մի երկորն էր որոշում կայացրել գնալու ու նախապես չէր տեղեկացրել, չգիտեմ, նախապես մի 2 ամիս առաջ չէր ասել։ Ուրեմն մեր գումարի կեսը վերադարձրեց, կեսը մնաց, ասաց 2 օր հետո կեսն էլ կվերադարձնեմ, կգաս կտամ։ Մի խոսքով վճարումը կանեմ on-line կարգով, հիմա չեմ կարող այդքանը վերադարձնել։ Այդպես մենք եկանք ու ճանապարհին խոսում ենք ու ասում էի, լսի, ինչքան խեղճացած էր այդ մարդը, մի տեսակ սրտից բան եղավ, էլի դարդ եղավ։ Փաստորեն դա էր պատճառը, որ ինքը չէր ուզում ավելորդ խոսակցություն գար իր վրա, ինքն իմանալով իր այս շեֆին եւ ընդհանուր իրավիճակը չէր ցանկանում որ խոսակցություն գար ու դրա համար էր ինձ խնդրել, բայց դե գոնե բացատրեր էլի, խնդրելուց էր թե ինչն է պատճառը, որ ես հասկանայի, թե ինչի համար եմ ստելու օրինակի համար։ Ու այդպես հետո մենք եկանք տուն, ինքը զանգեց, ամուսնուս բացատրեց, ասաց, որ այստեղ խաբեություն են անում, ովքեր որ դիմում են սովորելու համար, իրենք ասենք վարելու դասընթացները 20-ից 28 օր են տևում ու ասաց, որ այդքան լավ չեն սովորացնում, վարորդներին էլ ասում են մի քիչ ձգձգեք, որ հետո շատ լավ չիմանա, որ մի քիչ էլ ավելացնենք օրեր ու այդ օրերի համար էլ ավելյալ վճարում կատարեն։ Դրա համար ասում է ու շատ տոքսիկ
թունավոր մթնոլորտ է այդ օֆիսում, ես էլ չէի կարողանում ձգել, դրա համար ես մտածեցի դուրս գամ աշխատանքից, այլ ինձ մոտ չէր ստացվում այնտեղ աշխատելը ու գնամ մեկ այլ ավտոդպրոց աշխատանքի անցնեմ ու ասեց, որ արդեն գիտեմ որտեղ եմ աշխատանքի անցնելու, եթե Հասմիկն ուզում է, որ ես իրեն սովորեցնեմ, այսինչ օրը եկեք այն մյուս դպրոց, անունը տվեց, գրանցվեք եւ ես էլի կլինեմ վարորդը իր։ Դա էլ այդ ավտոդպրոցի պատմությունն է, ասում եմ, այ մարդ, այսքան տարի հետո հազիվ որոշեցի, որ վախերս դնեմ մի կողմ, ռիսկ անեմ ու գնամ բան անեմ, անցնեմ դասերը ու սենց խառը մի հատ ոչ հաճելի տհաճ իրավիճակի առերեսվեցի, բայց դե էդ էլ այդպես ու սենց ցանկացա ձեզ հետ կիսվել, էմոցիաներս արտահայտել ու այս իմ կյանքից այս մի դրվագի մասին էլ ձեզ պատմել։ Հետո որ սկսեմ վարելու դասերին մասնակցել, ես ձեզ հետ կկիսվեմ ընթացքում փորձառությանս մասին, իսկ այսօրվա համար այսքանը։ Լավ մնացեք, տհաճ միջադեպերից էլ հեռու մնացեք։